Բարև ձեզ հարգելի դիտողներ, Factor TV-ի զրուցակից ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արսեն Թորոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Թորոսյան։ Պարոն Թորոսյան, վերջին օրերին իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Մենք ականատես եղանք նախ Ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը, որից հետո իշխանական լրատվամիջոցի կողմից հրապարակվեց այսպես կոչված հեղաշրջման մի պլան, իսկ հաջորդ օրը, այսինքն 3 արդեն իրավապահները շատ ակտիվ գործողությունների անցան, ԱԱԾ-ն, քննչական կոմիտեն, եւ պարզ է, որ իրավապահները այս գործողությունները մեկ օրվա կամ մի քանի օրվա ընթացքում չէին արել, նյութերը ավելի վաղ էին սկսել հավաքել։ Դուք կարող եք ասել կամ ինչ դիրքորոշում ունեք Սամվել Կարապետյանի հայտարարությունները եղել են այս գործողություններից հա նյութերի հավաքագրումից առաջ թե հետո ընդհանրապես ինչ կապ կարող է լինել։ Տեսեք, նախ ես կարծում եմ, որ քննությունը պետք է պարզի յուրաքանչյուր անձի ներգրավվածության չափը, այսինքն եղել է ներգրավվածություն հենց կոնկրետ այս պլանում, ինչ չափի ներգրավվածություն, ֆինանսական, մարդկային ռեսուրսների, թե իր հեղինակության օգտագործման, թե չի եղել։ Ես այդ մասով չեմ կարող մեկնաբանություն անել, բայց ես կարող եմ վերլուծել նաև քաղաքական իմաստով եւ մեր քաղաքացիներն կարող են վերլուծել որովհետև սովորաբար sense դեպքերում պատահականություններ չեն լինում կամ շատ փոքր է հավանականությունը պատահականությունների եւ համընկնումների։ Երբ որ վերլուծությունը ասացի, այսինքն երբ որ դու տեսնում ես նույն գործողությունները իրականացնող տարբեր մարդկանց, լրիվ նույն գործողությունները, օրինակ Սամվել Կարապետյանի դեպքում այդ սպառնալիքը իր ձևերով հարցերը լուծելու, եթե այդ փոքր խմբակը, այսինքն իշխանությունները ըստ իր մեկնաբանման չդադարեն եկեղեցու նկատմամբ ինչ որ գործողություններ, թե մենք եկեղեցու նկատմամբ որևէ գործողություն չենք իրականացնում։ Հետո տեսնում ես պլանի այդ հետևից գնալով նաև ձայնագրությունները, նախապատրաստական աշխատանքները, դու ողջամտորեն կարող ես մտածել, որ սա մի մեծ պրոցեսի տարբեր հատվածներ են կամ մի կենտրոնից կառավարվող կամ չկառավարվող զուգահեռ հարաբերությունների մակարդակում նաև տեսնում ես այդ փաստաթղթերի մեջ օրինակ ինչպիսի ռեսուրսներ են թվարկված ու նույն մարդու անունն ես տեսնում, այսինքն պատահականությունը դա արդյոք որ հեծ չգիտեմ բաներ, մարդիկ, մարդկային ռեսուրս որպես այլ մեծահարուստների անուններ Իմ համար ակնհայտ է, որ բոլոր ուժերը ըստ էության մի նպատակ են ունեցել խարխլել Հայաստանում սահմանադրական կարգը, առանց ընտրությունների փորձել տիրանալ իշխանությանը, դրա ժամանակ չխորշելով որևէ մեթոդ։ Դա կլինի մարդկանց սպանություններ, դա կլինի մարդկանց գույքի վնասումներ, դա կլինի տերորիստական ակտեր, զինված խմբավորումների կազմավորում եւ դրանով քաոսի տարածում, ել չեմ ասում են տեղեկատվական բանը, հիբրիդային պահը, հա, ասենք։ Դուք պնդում եք, որ դա պետք է լիներ։ Դա պլանավորված էր, այսինքն պետք է լիներ թե չպետք է լիներ, պետությունը նաև նրա համար է, որպեսզի խափանի նման պլանները եւ իր բնականon հունով գնա ամեն ինչ, եթե քաղաքական process-ների մասին է խոսքը, եւ ընտրությունների ժամանակ ժողովուրդը որոշի ով է լինելու Հայաստանի Հանրապետության իշխանությունը հաջորդ 5 տարիների ընթացքում։ Տեսեք, հա մենք լսեցինք քննչական կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրությունները, որտեղ այո կային նաև արտառոց, հա, այսպես Արտորոցը որն է մի քանի հոգու կգյուլենք, հետո փոխհատուցում կտանք մի հատ է շնորհակալ կլինեն, ժողովուրդը էշ եւ անասուն է, դա արտառոց չի, դա այդ մարդկանց բնութագիրն է, պատկերը հասկանում եք, այդ մարդկանց բնութագիրն ու պատկերն է, որ նրանք չեն խորշում, նաև ես վստահ եմ իրենց իսկ համակիրներին գյուլելով եւ այդպես անվանորելով, որպեսզի հասնեն իրենց նպատակներին։ Հակադարձություններ կան, պարոն Թորոսյան, արհեստական բանականությամբ գեներացված այսպես ձայն ստանալուց մինչև անգամ տարբեր խոսակցություններից կտորներ վերցնելով, մոնտաժել, կպցնելով եւ հանրությանը ներկայացնելու հետ կապված հնարավոր է որ իշխանությունները հետևողական լինեն, ցանկանան հա մինչև վերջ գնալ եւ
ընդհուպ միջազգային փորձաքննություն պատվիրեն այդ ձայնագրության իսկությունը հանրությանը ներկայացնելու հարցով։ Նախ հերթով, հա, նախ ձայնագրությունների իսկությունը ապացուցվում է նաև այն օպերատիվ հետախուզական միջոցառումներով, որոնք իրականացել են եւ որոնք դատարանները ընդունում են հիմք, օրինակ միջդատական վարույթում կալանք տալու եւ վերջում դատական ակտ կայացնելու համար։ Դրանք պարզապես ձայնագրություններ չեն։ Դրա համար նախնական լինում է դատական սանկցիա, դատական սանկցիայի արդյունքում տեղի է ունենում այդ օպերատիվ հետախուզական միջոցառումը եւ միայն ձայնագրությունը չի, նաեւ այլ արտաքին դիտում, որի մասին մենք այս պահին չգիտենք եւ երբ որ դատարան կգնա գործ այդ ժամանակ ամեն ինչը կհանրայնացվի, որտեղ նախաքննական գաղտնիքա նյութեր, այլ ապացույցներ, ցուցմունքներ եւ այլն, դա մի ամբողջությամբ մեջ է պետք նայել։ Իսկ ինչ վերաբերում այդ ծիծաղելի հակադարձումներին, շատ ծիծաղելի, գիտեք, արհեստական բանականություն չէ, բայց արհեստական բանականության բացակայություն կարող է լինել կամ ընդհանրապես բանականության բացակայություն նման բան ասողների մոտ, որովհետեւ նորից եմ կրկնում, երբ որ ամեն ինչ համադրում ես, քո մոտ մի գրամ կասկած իսկ չի ծագում, որ այդ ամեն ինչը հենց այդպես է եղել եւ իրենք նաեւ ընդունել են, որ այո, դա իմ ձայնն է, այո, այդ խոսակցությունը եղել է, այդ Գալստանյանի փաստաբանն ասաց, որ ձայնագրությունների մեջ եղել է Գալստանյանի ձայնը եւ այդ պարագայում իսկ ինչի օրինակ չգիտեմ, դա անցյալ տարի չարվեց, իսկ ինչի ուրիշ մարդկանց օրինակ ձայն չի, եկեք Սերժ Սարգսյանի ձայնը մոնտաժեինք դնեինք արհեստական բանականությամբ կամ Ռոբերտ Քոչարյանի կամ չգիտեմ նույն Սամվել Կարապետյանի, հա, ինչի չեն կարա այտենց մի ինչ որ նախկին հոգեվորականի ձայն են կարա։ Նախագահների ազատազրկումը պահել եք ընտրություններին ավելի։ Չէ, հարգելին արեք, մենք ոչինչ չենք պահել կամ ոչինչ չենք փոխել այդ նախաքննական ապացույցների մեջ, դրանք իրական ապացույցներ են, որը երբ որ բաց դատաքննությունը կլինի, նաև հանրությունը կարող է ամբողջությամբ ծանոթանալ։ Տեսեք, պարոն Թորոսյան, իշխանություն ներկայացուցիչները այդ թվում նաև ամենաբարձր մակարդակով, երբ առիթը լինում է, հայտարարում են Հայաստանը այսպես կայացած պետություն լինելու մասին այն առումով, որ իշխանության տարբեր օղակները անկախ են, դատական, գործադիր, օրենսդիր, յուրաքանչյուր օրենքով է առաջնորդվում եւ այլն, բայց մենք հետո տեսնում ենք, որ որոշ տեղեկություններ նախ իշխանության ներկայացուցիչների ձեռքում են հայտնվում, ինչպես օրինակ այս դեպքը, հետո իշխանության վերահսկողության ներքո լրատվամիջոցներն են դա հրապարակում եւ հետո երրորդ կետով նոր իրավապաներն են առաջ գալիս։ Հիմա այսքանն ինչու եմ ասում, հաշվի առնելով, որ այսպիսի իրավիճակ մենք ունենք երկրում, արդյոք իշխանությունում, ՔՊ-ում տեղեկություններ ունեն ամենայն հայոց կաթողիկոսը տեղյակ եղել է Բագրատ arczepiskopos Գալստանյանի այս ենթադրյալ հեղաշրջման գործողություններից թե ոչ։ Հերվից կամ սկզբից կամ համ Ինչպես ուզում նախ մենք ուզում ենք որ մեր պետական ինստիտուտները կայանան եւ ասել որ նրանք ամբողջությամբ կայացած են ճիշտ չի լինի հակառակը մեր գերխնդիրն է պետական ինստիտուտների եւ հետեւաբար նաեւ պետության եւ պետականության կայացումը ես շատ ուրախ կլինեի որ մենք ժառանգած լինեինք կայացած պետական ինստիտուտներով 7 տարի երկիր եւ այդ 7 տարիների ընթացքում նրանք կայացել եւ կայանում են եւ դեռ երկար կկայանան եւ մեր օրոք եւ ապագա իշխանությունների օրոք։ Ինչ վերաբերում է Կտրիշ Ներսիսյանի տեղեկացվածությանը Վազգեն Գալստանյանի գործողություններին, ես վստահ եմ, որ նրանք շփվել են եւ հաճախ սինխրոնացրել են իրենց գործողությունները եւ վստահությունս հենված է այն փաստի վրա, որ երբ որ Վազգենը վայր դրեց իր այդ կամ սառեցրեց, չգիտեմ ոնց է դա կոչվում իրանց մոտ, այդ իր եկեղեցական ծառայությունը եւ դուրս եկավ քաղաքական պայքարի, բայց նաեւ չհանեց այդ շորերը, չդադարեց պահանջել, որ ինքն իրեն սրբազան կոչեն եւ այլն, Էջմիածնի կողմից եւ Կտրիշ Ներսիսյանի կողմից անձամբ որևէ դատապարտող կամ որևէ արգելակող նշան չի եղել, հակառակը այդ ամեն ինչը ներկայացվել է բանի հովանու ներքո, հա, կաթողիկոսի Կտրիշ Ներսիսյանի հովանու ներքո, որտեվ եթե եկեղեցին անջատ է պետությունից եւ չի խառնվում ոչ մեկը մյուսի գործերին, ապա այդտեղ տրամաբանականը հետեւյալն էր, որ այդ մարդուն պետք է հեռացնել եկեղեցուց եւ իր ծառայությունից, բայց դա չեղավ եւ մի քիչ որ ավելի հետ են գնում 21 թվականի ազգային ժողովի ընտրություններին։ Նույն Գալստանյանը
կաթողիկոսի Ներսիսյանի օրինակն էր բերում Քոչարյանի հանրահավաքների ժամանակ։ Ինչ է սա, եթե ոչ սինխրոն եւ եթե ոչ նաեւ պատվիրված, հա, կամ պատվիրակված գործունեություն։ Նույն կտրիչ Ներսիսյանի կողմից։ Եթե դու գնում ես օրինակ ես բերում մի քաղաքական ուժի, որը հիմա էլ կա ազգային ժողովում եւ նաեւ էլի կոչեր կան այդ ուժի կողմից, որ պետքա տարբեր մակարդակներով հոկտեմբերի 27 եւ այլն, ու դու այդ ամեն ինչի մեջ կաս, ես ողջամիտ կասկած ունեմ, որ ես ինքս ներկա չեմ եղել իհարկե այդպես խոսակցությունների, ես ողջամիտ կասկած ունեմ, որ այո, այդ ամեն ինչը համաձայնեցված է եւ սինխրոն աշխատել են իրենք իրար հետ։ ԿՊ-ն նախաքննական մարմին չի, որ փաստեր ունենա։ Ես ասում եմ իմ վերլուծությունները, որոնք որ տեղ ունեն, իրավունք ունեն գոյություն ունենալու ու այնպիսի ողջամիտ կասկածների հիման վրա, որ ցանկացած մարդ կարող է դա փաստել, որ դա հնարավոր չէ, որ պարզապես իրենք իրարից տեղյակ չլինեին։ Պարոն Թորոսյան, այնպես եք ասում ԿՊ նախաքննական մարմին չէ, որ տեղեկություններ փաստեր ունենա, կարծեք թե դա հեռու է իշխող ուժից։ Բազմաթիվ դեպքեր են եղել, որ Փաշինյանի Նիկոլ Փաշինյանը շատ այսպես նուրբ տեղեկություններ է հաղորդում մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ։ Օրինակ հենց նույն ամենայն հայոց կաթողիկոսի անձնական կյանքի Ներսիսյանը։ Դուք իրան համարում եք կաթողիկոս, մինչև հիմա իմանալով որ ինքը ունի երեխա։ Դուք հավակնում եք իմ տեղը զբաղեցնել։ Չէ, ես ուզում եմ որ մենք իրերը կոչենք իրենց անուններով կամ մարդկանց։ Թույլ տվեք ես մնամ իմ լրագրողի լիազորությունում։ Պարոն Թորոսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է տեղեկություններ, որոնք հենց այնպես չէին կարող հայտնվել իր ձեռքում։ Այս դեպքում եթե չկա օրինակ, այսպես միջամտություն, դրանք հանրահայտ տեղեկություններ են, հանրահայտ, բազապես Նիկոլ Փաշինյանը կոտրել է տաբուները եւ դրանք հրապարակել է։ Եվ բոլորը գիտեն։ Իրավաբանները ոչինչ չեն տվել։ Իրավաբանների տալու կարիքը անգամ չկա։ Գնացեք հարցրեք բազմաթիվ մարդկանց, որոնք անձամբ ճանաչում են ընտանիքի անդամներին, դստերը, կնոջը կամ դստեր մորը եւ այդ մյուսների հետ եղած, ասենք, զուգընկերներին կամ ռոմանտիկ հարաբերությունների մեջ եղած մարդկանց։ Տեսեք, երբ որ Փաշինյանն ասում է, որ հենց դու առաջինը կգնաս ԱԱՑ պատվալ եւ սկսվում է իրավական գործընթաց կոնկրետ падգամավորի Սեյրան Օհանյանի նկատմամբ, սա չի։ Ինչ իրավական գործընթաց։ Դե դատախազությունը միջնորդություն է ներկայացրել։ Վարչապետը չգիտեմ ինչ է ասա, բայց այդ գործողությունները վաղուց են սկսվել։ Դուք լսում Նիկոլ Փաշինյանը։ Լսում եմ, բայց ամեն ինչ չի որ հասցնում եմ լսել, հա, եւ պարտադիրել չի ամեն բառ լսել, մենք նույն թիմից ենք եւ նույն գծի մեջ ենք, այսպես ասած, հա։ Բայց Սեյրան Օհանյանը, ախր գիտեք ինչ կա, այդ պարզ փաստեր են։ Հիմա Սեյրան Օհանյանի վերաբերյալ կա միջնորդություն, որը հրապարակային է, նաեւ ազգային ժողովի կայքում դրված է, ցանկացած մարդ կարող է վերցնել, կարդալ եւ եթե Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնում, որ իր կարծիքով դա հանցագործություն է, ինչպես եւ ասում է դատախազությունը, ինչ կա դրա մեջ։ Այսինքն ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը պայն ինչ ասա, եթե այդ մարդը իրա մեղսագրվում է արարք եւ դատախազն էլ գալիս է ազգային ժողով, քանի որ նա падգամավոր է եւ այդ ինչպես դուք եք ասում, որ կաթողիկոսի հետ կապված խոսակցությունները վաղուց կային, այդպես էլ վաղուց կային խոսակցությունները Սեյրան Օհանյանի, Սևանի ափին տունի բայց Փաշինյանի հայտարարությունից հետո եկավ դատախազը, սա միջամտություն չէ։ Եկեք նորից էլի, եկեք պարզ փաստերը չխեղաթուրենք, եկեք բացենք, տեսնենք այդ գործը երբ վանից է քննվում դատախազությունում եւ Նիկոլ Փաշինյանը երբ այդ հայտարարությունները գործը քննվում է, ասենք մի տարի Ալեն Սիմոնյանին, որպեսզի գա անձեռնախելություն։ Որովհետև այդ ամեն ինչը process է ասում։ Եվ միայն Սեյրան Օհանյանի մասին չի, այնտեղ ուրիշ մարդիկ էլ կան, եւ ուրիշ մեղադրյալներ էլ կան, որոնք հենց հիմա մեղադրյալ են։ Վարչապետի հայտարարությունն ու այդ գործը այդ փուլ տեղափոխում։ Մենք մինչև հիմա չենք լսել, օրինակ չգիտեք, որ մինչև հիմա չենք լսել, որովհետև ժամանակ էլ չի եղել նույնիսկ լսելու։ Այսինքն դա կարող լիներ մի քառորյա առաջ, դա կարող է լինել մեկ քառորյա հետո, քանի որ հրատապություն չկա եւ հանցագործությունը այսպես շարունակվող հանցագործություն չի, ասենք արտահերթ չենք անում, հատուկ դրա համար արտահերթով լսում։ Պարոն Թորոսյան, եւ կներեք էլի մի բան էլ է, եկեք իսկ ինչի բովանդակության, այսինքն մենք թողած բովանդակությունը, որ բանակի գեներալը, պաշտպանության նախարարը օգտագործել է բանակի կապիտալ շինարարության ներուժը, վարչության պետին, բաժնի պետին, որ ամառանոց սարքի եւ մարդկանց փողերի մի մասն էլ չտա։ Սևանում կենտրոնացել ենք, թե այդ գործը երբ է, 2018 այդ գործը վաղուց պետք է գա։
2018 թվականին վեր կենայիք, ասեիք Սեյրան Օհանյան դու բանակ ես թալանել, մեզ մի աջակցի, բայց դուք ընդունեցիք իր աջակցությունը։ Ոնց ենք ընդունել իր աջակցությունը։ Մենք Նիկոլ Փաշինյանի հետ ձեռքսեղմումները դրանք ինչու՞։ Այո, դե հիմա չգիտեմ, այդ ինչ ձեռքսեղմում ա եղա, բայց ինքը այդ բային քաղաքական գործիչ չի եղել, հետո է հայտ ներկայացել, ընտրվել է մեր ժողովրդի կողմից։ Իսկ այդ գործը, այո, վաղուց պետք է ազգային ժողով եկածել ու ոչ այս գումարման, ոչ նախորդ գումարման, այլ 6-րդ գումարման ազգային ժողովը պետք է քններ, բայց այն ժամանակ այդ ամենը չծածկադմփոց էր արվում։ Շատ լավ, այնպես չի որ այս իշխանության օրոք ամեն ինչ բացահայտվում են, բացի հաղորդագրություններն ու քաղաքական ամեն ինչը բացահայտվում են, եթե չբացահայտվեին, այսքան դեպքեր չէին լինի, տարբեր։ Ճիշտ է, բացահայտվեց Սաշիկ Սարգսյանի 50-50-ները, Ռոբերտ Քոչարյանին վերաբերվող 4 միլիարդը, Սերժ Սարգսյանի 4 միլիարդ չի, թող 2 միլիարդ դնի կամ 1 միլիարդ դնի։ 50-50 ով էր ասում, ժողովուրդն էր ասում 50-50։ Նիկոլ Փաշինյանը։ Հա, դե ընդունված բան ա եղել, որ 50-50 կա եւ Այսինչյանը իր բիզնեսի 50%-ը տվել է Սերժ Սարգսյանի եղբորը։ Այսինչյանը ճամփրունքներով գումարներ է տարել Բաղրամյան 26, բա ինչի չեն բացահայտում։ Որը որ հնարավոր ա եղել բացահայտվել, այս որն էլ որ հնարավոր չի եղել, ապօրինի գույքով կվերադարձվի պետական բյուջե։ Շատ լավ, շեղվենք այսօրվա թեմաներից։ Տեսեք, պարոն Թորոսյան, երբ որ նա իրադարձություն է լինում կամ ինֆորմացիոն առիթ եւ ես կամ իմ գործընկերները, որպես լրագրողներ փորձում ենք տեղեկություն ստանալ իրավապահ մարմիններից, ստանում ենք 5-6 օրենքի հղմամբ պատասխան, որ ձեր հայցած տեղեկությունը նախաքննական գաղտնիք է, հնարավոր չի տալ գործին կվնասենք, բայց մենք 3 ականատես եղանք, թե ինչպես են օրինակ այդ այսպես կոչված հեղաշրջման հետ կապված հրապարակումներ լինում եւ դա այն դեպքում, երբ այդ մարդկանց մեղադրանք չէր առաջադրվել, երբ այդ մարդիկ նույնիսկ բերման չէին ենթարկվել կամ ճանապարհին էին, սա արդյոք պրոֆեսիոնալ է, արդյոք եթե սա հեղաշրջման փորձ էր, ինչու այսպես չլինել հեռատես եւ մտածել, որ կարող է այլ տեղերից էլ կան խմբեր, որոնք ինչ որ գործողությունների կդիմեն, սա ինչ աշխատելավոճ է։ Նախ ես մի անգամ արդեն ասացի, նորից եմ կրկնում, նախաքննական մարմինը ինքն է որոշում, թե նախաքննական գաղտնիքի որ մասն է անհրաժեշտ հրապարակել եւ որ մասը ոչ եւ արդյոք դա կմնասի նախաքննության հետագա շարունակության եւ ձեզ վստահեցնում եմ, որ բազմաթիվ, այսինքն այդ հրապարակվածը երևի այսբերգի, ասենք, գագաթի հատվածն է միայն Եվ երկրորդը իմ համար շատ տարօրինակ է անկեղծ ասած, որ մենք էլի ինչ-որ ձևի հետևից ենք, այսինքն բովանդակությունը թողած, որ մարդիկ ակնհայտորեն կազմակերպել են եւ փորձել են իրականացնել այդ տերորիստական այդ գործողությունները, դրա համար նախապատրաստական աշխատանք են տարել, մարդկանց են հավաքագրել, այնպիսի ձևով են վերաբերվել եւ իրենց եւ կողմնակից եւ մեր ժողովրդին, մենք խորացել ենք թե բանը քննչական մարմինները պրոֆեսիոնալ են, թե չէ։ Պրոֆեսիոնալ եթե չլինեին, այս ամենը չէր բացահայտվի։ Եվ հանրության սեփականությունը չէր դառնա այն մասով, որը չի վնասում նախաքննության իրականացմանը։ Անկեղծ իմ հաջորդ հարցը անմեղության կանխավարկածիները վերաբերում, բայց այս ձեր պնդումներից հետո չգիտեմ, հնչեցնեմ այդ հարցը թե ոչ։ Այդ ձևի հետևից ընկնելը բովանդակությունը թողած։ Okay, ասենք թե այսօր չէին հրապարակում, վաղն էին հրապարակում, երբ որ մեղադրանքի առաջադրումը եւ կամ կալանավորումը տեղի էր ունենում։ Դրանից ոչինչ չէր փոխվում։ Փոխվում էր միայն այն, որ մեկ օր ուշ էինք այդ ամեն ինչի մասին իմանում, բայց արդյոք մենք պետք է բովանդակությունը չքննարկենք, թե ձևը պետք է քննարկենք։ Այսինքն այդ մենք ենք մեղավոր, որ իրանք այդ ամեն ինչը բաներ արեն, նախատեսել են, նախաձեռնել են, դրանում ենք մենք մեղավոր։ Չգիտեմ հիմա իմ այս ձեր պնդումներից հետո իմ անմեղության կանխավարկածի մասին հարցը հնչեցնեմ թե ոչ, որովհետև դուք խախտեցիք։ Ինչ։ Ասացիք պլանավորել էին հեղաշրջում, պետք է անեին։ Դա իմ կարծիքն է, որը հիմնված է այդ նյութերի վրա, որ ես ինքս տեսել եմ եւ լսել եմ։ Եվ ես դատարանի վճիռ պետք չի։ Դատարանի վճիռը իր հերթին, ես դատավոր չեմ, որ վճիռներ կայացնեմ, այլ դատավորը պետք է այդ ամեն ինչը նայի եւ վերջում իր վճիռը կայացնի, բայց ես եւ ցանկացած քաղաքացի իրավունք ունենալ իր կարծիքը արդեն իսկ իրեն հասանելի փաստերի եւ հանգամանքների հիմա վրա։ Հիմա ձեր տրամաբանությամբ մենք ոչ մեկին ոչ մի մեղադրանք չպետք է հասել եւ հետեւաբար մեզ էլ չպետք է մեղադրեն ոչ մի բանում, որովհետեւ դատարանի վճիռ չկա։ Եվ դա նորմալ իրավական պետությունը դա չէ։
իրավական պետությունը կամ իրավական գործընթացները քաղաքական գործընթացներից պետք չի խառնել։ Հա, կարելի ամեն ինչ ասել եւ ասել քաղաքական հայտարարություններ, շատ լավ։ Ոնց որ քիչ եք ասում, էլի դուք էլ այդ թվում լրագրողներդ։ Ես կներեք, բայց չեմ նկատի չունեմ, բայց շնորհակալություն։ Կառավարության նիստին չգիտեմ հետևել եք թե չէ, բայց Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դիմել է Հանրապետության նախագահին, որպեսզի ԱԱԾ-ի եւ քննչականի այն աշխատակիցները, որոնք այս գործընթացներին ներգրաված են եղել, պարգևատրվեն։ Ինչու այսպես շտապել, պարոն Թորոսյան, երբ մենք դեպք ենք ունեցել, օրինակ մարդուն տվել ենք ազգային հերոս, հետո մեղադրանք է առաջադրվել գազի կաթսա գողանալու։ Նորից գալիս ենք, նախ նույնիսկ եթե մարդուն տվել ենք ազգային հերոս, բայց ինքը հետագայում հանցագործություն է կատարել, դա դեռ չի նշանակում, որ իրան ազգային հերոս տալը, օրինակ, այդ իր արած սխրանքի կամ գործողության համար սխալ էր։ Դա պարզապես նշանակում է, որ այո, մարդիկ նաև այլ իրավիճակներում այլ կերպ կարող են իրենց դրսևորել եւ դրա համար պետք է արժանանան իրավական պատասխանատվության։ Ներողություն, Տիրան Խաչատրյան գազի գործը ուրիշ մարդու մասին է։ Նույնն էլ Տիրան Խաչատրյանն։ Չէ, բայց Տիրան Խաչատրյանը պարգևատրվել է ռազմական գործողությունների համար եւ մեղադրվում է էլի ռազմական գործողությունների համար։ Այդ իրավիճակում այդ որոշումը տենց է կայացվել եւ ներկայացվել է իր ղեկավարության կողմից, որ դա կարեւոր է բանակի մարտունակությունը պահելու համար։ Հիմա նորից ձևին ենք, ինչու շտապել, ինչու չշտապել։ Դա վարչապետի սուվերեն իրավունքն է, այսպես ասած, տարբեր մարդկանց ներկայացնել պարգևատրման նախագահի սուվերեն իրավունքն է, դրանք տալ կամ չտալ։ Մի քիչ չտալը բարդ կլինի պատկերացնել, բայց եւ բազմաթիվ մարդիկ պարգևատրումներ են ստանում մեր երկրում տարբեր տոների, ոչ տոների, ինչ որ առիթների եւ այլն, եւ դա վարչապետը լինելով գործադիր ղեկավարը հարկ է համարում, որ պետք է ոմանք ստանան պարգևատրում, նա այդ միջնորդությունը ներկայացնում է։ Ես նորից եմ կրկնում, մենք դի բովանդակությանը անդրադառնանք, թե ձևին, միջնորդությունն է կարևոր, թե ինչ են այդ մարդիկ բացահայտել։ Ինչ կարող եք պատասխանել այդ հարցին։ Հերրետորական հարց եմ տալի, որ չասեք ինչ ենք տեղերով փողում։ Իմ խորին համոզմամբ կարևոր է, թե մարդիկ ինչ են բացահայտել եւ ինչպիսի մեջ արհավիրք են կասեցրել մեր երկրի համար, անկախ նրանից ով է իշխանության ղեկին, հասկանում եք։ Բացարձակ կարևոր չի մենք ենք իշխանություն թե ոչ։ Մենք կարող ենք լինել ընդդիմություն, բայց եթե նման բան լիներ էլի Հայաստանի Հանրապետություն, ինչպես եղել է հոկտեմբերի 27 եւ այլն, քաղաքական սպանություններ, դրանք պետք է բացահայտվեն եւ կասեցվեն։ Եվ վարչապետը հարկ է համարել պարգևատրել, ես ողջունում եմ այդ որոշումը։ Տեսեք, երբ դուք ասում եք կապ չունի ով է իշխանության ղեկավար պետք է դատապարտել, օրինակ 2016 թվականին Նիկոլ Փաշինյանը ՊՊՑ-ի դիմաց երբ Սասնա ծռերը մտել էին, ասում էր, որ հիմա քրեական օրենսգիրքը բացելու ժամանակը չէ, այլ պետք է հասկանանք, թե ինչու է մեջ բերեմ, հա, գիտեք, եթե մենք այս իրավիճակում պետք է գնահատական տանք քրեական օրենսգրքի որևէ հոդված բացելով եւ ցիտելով, սա նշանակում է, որ մենք իրավիճակը ճիշտ չենք գնահատում եւ ճիշտ չենք հասկանում տեղի ունեցող դրդապատճառները։ Այսինքն դուք արդեն եղել ա նախադեպ, որ ձեր քաղաքական ղեկավարը ասել է, որ պետք չի այս փուլում քրեական օրենսգիրք ցիտել։ Այդ իրավիճակում ասել է, բայց ես կարծում եմ, որ բազմաթիվ հանգամանքներ են փոխվել այդ իրավիճակից հետո եւ եթե հիմա նման բան լիներ, նա երբեք այդպիսի բան չէր ասել, մեր քաղաքական ղեկավարը եւ մենք էլ նաեւ այլ իրավիճակներում, այլ իրավիճակների մասին, հա, տարբեր հայտարարություններ են կարել, որոնք մենք վերանայել ենք եւ մենք չենք վախենում, մեր տարբերությունը նաեւ այլ քաղաքական ուժերից այն է, որ մենք ունենք ինքնահայեցում եւ նաեւ մեր իսկ փորձի եւ սխալների վրա սովորում ենք, ոչ թե տենց գլուխներս տնգած միշտ նույն, ասենք օրինակ մի քաղաքական ուժի պես 130 տարի է նույն բանն ենք ասում։ Դա նա վերաբերում նաև արտաքին քաղաքականությանը, որում մենք մեղադրվում ենք, այլ նաև ներքին քաղաքականությանն է վերաբերում։ Հա, 130-ամյա ուժ ասեցիք, հիշեցի, Իշխան Սաղաթելյանն ասում է, ընդդիմությունը ձեռքերը ծալած չի նստելու, կանենք կտեսնեք։ Դուք ինչ եք կարծում, ինչպես կհակադարձի ընդդիմությունը։ Թող հակադարձի կտեսնենք, ինչ ասում։ Ինչպես մեկ այլ ընդդիմադիր գործիչ ասում է, այդ մասին հաջորդ դասին ինչ իմանամ, ինչպես ձեր ընկերոջից ինչ եք, թե նախքին արդեն ընկերոջից։ Հակադարձի կտեսնենք։ Եթե քաղաքական հակադարձումը պլանավորում, քաղաքական պատասխան կլինի, եթե ոչ քաղաքական օրենքներ խախտելու, այդ էլ իրավապահ մարմինները կզբաղվեն։ Իսկ այն, որ ընդդիմությունը չպետք է ձեռքերը ծալած նստի, դա իրենց կներեք ֆունկցիան եւ առաքելությունն է։ Ես կզարմանայի, եթե իրենք ձեռքները ծալած նստեին։ Պարոն Թորոսյան, էլի
Պետք է վերադառնանք այս իրավապահ համակարգին, հա, միջամտելուն եւ այլնին։ Տեսեք, ձեր գործընկեր Սիսակ Գաբրիելյանը Facebook-ում ստատուս է գրել մեջբերը, որ Բագրատ Գալստանյանը դատարանում խոստովանեց ձայնագրությունները իրական են, ոչ մի AI գործիք չի իր խոսքերին չի վերագրել։ Ինչպես է ստացվում, որ Սիսակ Գաբրիելյանը կարողանում է դռնփակ նիստից այսպես ինֆորմացիա հաղորդել։ Ես չգիտեմ Սիսակ Գաբրիելյանը դռնփակ նիստից է չէ, բայց այդ ամեն ինչը ես էլի կարդացել եմ տարբեր մարդկանց գրառումներում, կարծես թե փաստաբանն է ասել։ Չէ, նա ասում է Բագրատ Գալստանյանը դատարանում խոստովանեց ձայնագրությունները իրական են, ոչ մի AI գործիքներ չկան։ Ենթադրում եմ ներկաներն են ասել, չեմ կարող ասել, ես ներկա չեմ ասել։ Դե այնտեղ չեն լինում իրավապահները, դատավորը, դատախազը, քննիչը։ Փաստաբանն է ասել, փաստաբանից են իմացել, մեկ ուրիշն է ասել, մեկ ուրիշից են իմացել։ Նորից եմ կրկնում, ասենք ի՞նչ կարևոր է, ումից ենք իմացել դա։ Մեկը հերքել է դա։ Եթե քննչականը զանգում է եւ իշխանությունը Սիսակ Գաբրիելյանը զանգել է դատավորին ասել է մի հատ սպիկեր ֆոնը միացրած տենամ ինչ ասում, բանը։ Չէ, կարող քննչականի պետը զեկուցել է Նիկոլ Փաշինյանին, նայել։ Նիկոլ Փաշինյանը զանգել է Սիսակ Գաբրիելյանին ասել։ Թիմում բան եք ունեցել։ Ոչ մի քննարկում չենք ունեցել։ Դուք եք ասում, եկեք ձևի վրա չկենտրոնանանք, եկեք բովանդակությունը այն է, որ այդ մարդիկ չեն հերքել այդ ամեն ինչը։ Եվ դա իրապես տեղի է ունեցել։ Հասկանում եք, դա բովանդակությունը ոչ թե Սիսակ Գաբրիելյանը կամ մեկ ուրիշ գործընկերին դրա վերաբերյալ ինչ տոնայնությամբ գրառում է արել եւ մենակ ինքը չի արել, շատերն են արել եւ որը ապացուցում է այն ամեն ինչը, ինչ որ մենք ասում ենք, որ դրանք իրական ձայնագրություններ են եւ նորից եմ կրկնում, դրանք չէին կարող լինել պարզապես գործերի մեջ, եթե չլիներ նախապես տրված դատական սանկցիա անելու օպերատիվ հետախուզական միջոցառում, որը կոչվում է, ասենք, արտաքին դիտում, ներքին դիտում, հեռահաղորդակցության վերահսկում եւ այլն։ Եվ մեկ հակադարձում եք, ասում են, սա անցած տարվա։ Զգում եք ինչքան թույլ են այդ հակադարձումները, Արեգ ջան։ Ես չեմ դրան գնահատողը, ես հարցազրույց անցկացնողն եմ, ասում են անցած տարվա պլան են վերել առաջին պլան։ Անցած տարվա պլանը լավ պլան չի, հա։ Դա 2024 թվականին է նախատեսված եղել։ Եվ այսինքն պետք է 2024 թվականին կարելի էր մարդկանց սպանել, դիլել, փոխհատուցում տալ։ Ես ուզում եմ տեղեկությունները, հա, հնարավորինս ձեզանից շատ ստանալ, այսինքն դա պետք է 2024-ին իրագործվեր։ Չեմ կարող ասել։ Դրան կպատասխանի քննությունը, բայց այն, որ այդ մարդիկ, ասենք լավ, այդ ամեն ինչը, որ նաև իրեղեն ապացույցները, որ հիմա կան եւ հիմա գտնվել են բազմաթիվ խուզարկությունների արդյունքում, ինչ կապ ունի 24 թվականին են նախապատրաստված եղել, թե 25-ին, երբ որ այդ ամեն ինչը եղել է եւ այդ նաև եղել է ձայնագրությունները, որոնց բաները չունեմ, ես իհարկե դատաները չգիտեմ երբ են արվել, բայց ենթադրում եմ վերջերս են արվել ու այո, ինչպես դուք ամենասկզբում նշեցիք, դա երկարատև միջոցառումների արդյունք է պարզապես, որ մենք ունենք արդեն ամբողջական պատկերը այս ամեն ինչի։ Եվ դուք ինչ եք կարծում, նմանատիպ գործերի դարակներում տեղ մնացել է, որ սա ավելացվի, որովհետև մենք հյուսիսային Տերևաթափի մասին ենք լսել, Ռուսաստանում գործող այդ ռազմակայանը պետք է գար ինչ-որ այստեղ գործողություններ աներ, որ տարել էին։ Ինչ այդ գործերը քննվում կամ դատանում են։ Հա, դրանք արդեն մի քանի տարի է անցել պարզապես եւ ոչինչ չի բացահայտվում։ Ոչ չի բացահայտվում, բայց մարդիկ որ կասեցվում են, նախ տեղի չի ունենում արդեն։ Նկատում եմ դատարանի, հա, վճռով ոչինչ։ Իսկ դուք հետևում եք դատական process-ներին։ Օրինակ շարունակվում են դեռ քանի տարի շարունակվում։ Դե պիտի շարունակվեն, որովհետև կա նաև արդար դատականության իրավունք այս երկրում եւ ինչ որ մեկի ասելով չի լինում վճիրները եւ այո, մենակ այդ գործերը չի որ երկար է շարունակվում։ Դատավոր կա, որ Նիկոլ Փաշինյանի ասածը չի անի, բան։ Իհարկե, բազմաթիվ։ Դուք հակադարձեցիք Նիկոլ Փաշինյանին։ Դատավոր, որ Նիկոլ Փաշինյանի ասածը պիտի անի, դատարանները մեր երկրում անկախ են։ Ես նամակ չեմ ստանան, Արեգ ջան, հանգիստ եղեք։ Դուք հակադարձեցիք Նիկոլ Փաշինյանին։ Ես բազմիցս հակադարձում եմ ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը անկախ է եւ պիտի լինի անկախ։ Եվ որևէ դատավոր Նիկոլ Փաշինյանի ասածը չի անելու։ Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում դատավորներին, որ ինչ-որ բան ասի կամ չասի։ Կա այս երկրում մի դատավոր, որ իմ ասածը չի անի։ Երբ էր ասում։ 2019 թվական։ Հաջորդ հարցը։ Այսինքն պետք է Փաշինյանի այդ հայտարարությունը լսել, ծիծաղել եւ հաջորդ հարցին անցնել, պարոն Թորոսյան։
ուրիշ բան մեկ հարց։ Լավ, Նիկոլ, եթե դուք արդեն կաշկանդվեցիք Նիկոլ Փաշինյանը։ Կաշկանդվել, ես արդեն ասացի, որ հետագա վտանգները զգալով ոչ մի հետագա վտանգ չկա, դուք լավ չեք պատկերացնում մեր հարաբերությունները։ Ես չեմ ցանկանում իմ հարցադրումներով ձեր քաղաքական կարիերայի բացարձակ իմ քաղաքական կարիերան իմ ձեռքերում է եւ ես այդ ամենը շատ լավ գիտեմ եւ դուք չեք պատկերացնում, շատերը չեն պատկերացնում ավարտին մի քանի ամիս մեր հարաբերությունները ներթիմային թե ինչպես են տեղի ունենում եւ մենք ինչպիսի բուրըն քննարկումներ ենք ունենում, չենք համաձայնվում իրար հետ, մեր ասածները չի անցնում, անկախ նաև տարբեր այդ պահի կարգավիճակներից եւ կարելի է մի օր իդեպ տենց բաց քննարկում անել լավ գաղափար է, որ բոլորը տեսնեն թե ինչքան առողջ մթնոլորտ է եւ ինչքան ժողովրդավար միջավայր է ԿՊ-ի ներսում։ Նիկոլ Փաշինյանը օր-օրի զարմացնում է իր կիրառած բառապաշարով, օրինակ ամեն անգամ ստատուսը կարդալիս մտածում ես լավ, սրանից այն կողմ էլ բան չի կարա լինի, բայց հաջորդ ստատուսով նա զարմացնում է։ Օրինակ խոսելով առաջին նախագահի եւ կաթողիկոսի հանդիպման մասին, նախ մի հատ փաստն է արձանագրում, որ հանդիպել են, ասում եմ, տեսնեմ ինչ են բարբաջել, հետո երկրորդ ստատուսով արդեն բովանդակությանն է անդրադառնում։ Վարչապետին հարիր է, պարոն Թորոսյան։ Իսկ ինչ է նշանակում հարիր է կամ հարիր չէ։ Եթե իրերը նորից եմ կրկնում կամ իրավիճակները կոչում ես իրենց անունով, որպեսզի շատ դիպուկ նկարագրես, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ մյուս կողմից, այսինքն օրինակ հարիր է վարչապետին կամ մեզ ամեն կերպ անվանակոչել, անվանարկել, վիրավորել, պիտակավորել, բայց մեզ հարիր չէ դրանց արձագանքել, ճիշտ եմ հասկանում։ Նիկոլ Փաշինյանն է ասել է ես կկանգնեմ գնդակահարության պատի տակ եւ քրիստոնեաբար կներեմ բոլորիդ մեղքի ասածները, դուք հայո եք ինձ, ես ձեզ քրիստոնեաբար ներում։ Կների, այն ինչ որ չի ների, իրա որոշելիքն է։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը, վարչապետը, որոշել է իրերը կոչել իրենց անուններով, ինչու՞մն է այդտեղ խնդիրը, որ բառերը սխալ են ընտրված, բարբաջելու փոխարեն պետք է գրել, չգիտեմ, քննարկել։ Բայց դա առաջ չի խոսում հենց մարդու կրթված լինելու եւ արժեքների մասին։ Խոսում է մարդու, գիտեք ինչի մասին։ Արժեքների մասին չի խոսում է մարդու բաց լինելու մասին, որ այլևս վերջ էլ ոչ մի այտենց ջայլամային քաղաքականություն չի լինելու, կեղծ բարեպաշտություն չի լինելու եւ բոլոր երևույթները ստանալու են ուղիղ գնահատական, այն որ իրանք իրականում կան եւ ոչ թե այտենց դե եկեք բարեպաշտության սահմաններում լինենք, մեկը կաթողիկոսի շորերը հագե, մեկը բանա նախկին նախագահ է եղել Հայաստանի Հանրապետության, հետեւաբար ոչ մի բան չասենք իրանց։ Կամ ինչի մեր դեպքում այդ չի կիրառվում, կարելի է իմանալ։ Դուք կամ Նիկոլ Փաշինյանը, որ կանգնած էիք Նիկոլ Փաշինյանի հակի կողքին, երկրպագում էիք Լևոն Տեր-Պետրոսյանին, օրինակ այդ ժամանակ։ Ես ոչ մեկին չեմ երկրպագել, երբեք եւ հիմա չեմ երկրպագում։ Հակի Ես եղել եմ համաժողովրդական շարժման մեջ կոնկրետ սկզբունքների համար եւ իմ համար անձեր այդքան էական չեն եղել։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանն ա եղել առաջնորդը այդ պահին մեր կարծիքով թվացial ողջամիտ թեզերով գնացել եք իր հետևից եւ ոչ միայն իր հետևից, ես ժամանակի Ստեփան Դեմիրճյանի հետևից եմ գնացել, նախկինում նույնիսկ խաբված եմ եղել Արտաշես Գեղամյանի հետևից եմ գնացել 2000-ականների սկզբին, առաջի փուլում իրան եմ ընտրել, իսկ ինչի մասն է խոսքը։ Ինչպիսի անկայուն քաղաքական անկայուն չի, շատ կայուն է, երբ որ դու պայքարում ես օլիգարխիկ եւ քրեա օլիգարխիկ ռեժիմի դեմ, եւ այդ պահին տեսնում ես հիմնական պայքարող նրա հետևից է գնում ես, բայց դա կուրքը երբեք չեն եղել։ Կտեսնենք ձեզ առաջիկայում Սերժ Սարգսյանի նախաձեռնած պայքարում ում դեմ վերադարձնելու քրեա օլիգարխիկ կառավարումը Հայաստանում իհարկե չեք տեսնի։ Դուք այն ժամանակ որ աջակցում էիք, հա, Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը, արդյոք կարծում էիք, որ նա վախկոտ, կամազուր, կամ պատասխանատու, ծույլ, հայոյախոս, բամբասկոտ։ Դուք նախ էլի սխալ եք մեկ, ես ոչ թե շարժման եմ աջակցել, ես եղել եմ մարդ, որը որ ուզեցել է Հայաստանում վերականգնի ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորումը, որը չի ստացվել։ Տարբեր փուլերում չի ստացվել։ Ստացվել է միայն 2018 թվականին։ Ես Ռաֆի Հովհաննիսյանին էլ եմ ընտրել, իսկ բոլոր մարդկանց, ովքեր որ դեմ են եղել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, այդ փուլերում ես գնացել եմ ընտրություն, վստահված անձ եմ եղել, դիտորդ եմ եղել,
իմ ուսանող տարիներից վերջի 22 տարում ես դրա մեջ եմ եղել, Չէ, բայց դուք հիմա ասում եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ամեն ինչ Նիկոլ Փաշինյանը հա իր կարծիքն ասում է, որ ամեն ինչ անում էր, որ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետահայաց վերլուծությունն է, ինչի մասն է խոսքը։ Բա որ գոռում էր Լևոն։ Այ քեզ բան ասում եմ, իր հետահայաց վերլուծությունն է, բայց դուք ինչա նշանակում գոռում։ Հա գոռում էր Լևոն, հա։ Աջակցում էր մի մարդու, որը ուզում էր այսինքն շարունակել։ Որը պարզել է, որ 20 տարի հետո ըստ իրա կամ 15 տարի հետո այլ նպատակներ ա ունեցել եւ այդ ինչպես պարզեց։ Այ քեզ բան։ Ինչպես ես հետ նայում եւ պարզում, օրինակ, որ չգիտեմ, այդ մի ընկերդ իրական ընկեր չէր, այլ դավաճան էր տարիներ հետո, որի հետ դու հաց ես կիսել, տարբեր ջոր միջոցառումներ ես եղել, բայց պարզում ես, որ այդ ամեն ինչը կեղծ է։ Չի լինում տենց։ Ինչ տարական միամիտ հարցեր եք տալիս, էլի, զարմանում եմ։ Եթե դու մեկի հետ երբևէ բարևել ես ու լավ հարաբերություն ես ունեցել, իր հետագա գործունեությունը դիտարկելով չես կարող կարծիքդ իր մասին փոխել։ Ես հիմա չեմ ուզում ոչ մեկի մասին վատ բաներ ասեմ, բայց ասենք այն ինչ որ ես տեսնում եմ, այդ հանդիպումները Կտրիշ Ներսիսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ամբողջ գետին եմ մտնում պարզապես, գետին է հասկանում։ Փաշինյանի հետ ոչ թե որ երբ որ ես գնում եմ գնացել եմ այդ շարժում, այլ որ ինքը եղել է մեր երկրի նախագահը առաջի եւ ըստ էության այդ պահին միակ ժողովրդավար առաջնորդը ընտրված ու հիմա տեսնում եմ ոնց է այդ մաֆիոզ կլանի բանին, ղեկավարին գնում տենց ինչ որ սենտիմենտներ ուղարկում։ Եվ Տեր-Պետրոսյանն ասում է, որ Փաշինյանը պարտության մարմնավորում է, խայտարակ կերպով պարտվեց Արցախյան պատերազմում, հավանաբար պարտվելու է նաև հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում, ըստ ձեզ ինչպես է լինելու Փաշինյանի պարտությունը եկեղեցուն։ Փաշինյանը չի կարող պարտվել եկեղեցուն, որտեղ նախ Փաշինյանը չի կռվում եկեղեցու դեմ մեռանք ասելով, այսպես ասած։ Փաշինյանը որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ նպատակ ունի եկեղեցին բարենորոգելու, զբաղվում է դրանով։ Ես այդտեղ չկամ այդ թեմաների մեջ։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, հարցազրույցի համար։ Հարգելի դիտողներ, հիշեցնում Factor TV-ի զրուցակից ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էր։